քաղաքական դիտարկումներն եք ներկայացնում լսարանին եւ այսպես երեք մի փոքր բացասեք շատ է Իրանի շուրջ իրավիճակը լարված է, Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, պատերազմ է ըստ էության երրորդ համաշխարհային շեմին են կանգնած եւ երեք արդեն մեր կապանի հայրենակիցները զանգում էին, որ կապանում կրակոցների ձայներ են լսվում Պաշտպանության նախարարությունը հերքեց, հետո համայնքապետը հաստատեց խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, իրավիճակը ինչպես է, նաև դուք լինելով Սյունեցի, ինչ մանրամասներ Ես ինֆորմացիա ունեմ եւ Մեղրից, եւ Կապանից, եւ Սիսյանից եւ ասեմ ձեզ, որ երեք մինչեւ երեկոյան գիշերվա 9:20 րոպե կրակոցների պայթյունի ձայները լսվել են ողջ Սյունիքում Այդ մարտական գործողությունները տեղ ունեցել Իրանի եւ Ադրբեջանի սահմանին, Զանգելանի եւ Ջեբրայելի հատվածներում։ Ասեմ ձեզ, որ առավոտյան երկու անհայտ անօթաչու թռչող սարքեր հարվածում են Նախճիվանի օդանավակայանի եւ դպրոցի հարակից տարածքում, գյուղերից մեկի դպրոցի հարակից տարածքում եւ թուրքական վայնասունը բարձրանում է մինչեւ երկինք։ Ասեմ ձեզ, որ Ամերիկայի եւ Իսրայելի օդային հարվածներից, հրթիռային հարվածներից հետո Իրանի Իսլամական Հանրապետության պետականությունը չքանդվեց եւ ոչ միայն չքանդվեց, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենահզոր ձևով պատասխանեց այդ հարվածներին խոցելով Ամերիկայի բոլոր դաշնակիցներին տարածաշրջանում։ Սակայն Իսրայելից հետո Ամերիկայի երկրորդ դաշնակիցը իր հզորությամբ Թուրքիան է արևելքում այս տարածաշրջանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար շատ կարեւոր է որպեսզի հակաիրանական ցամաքային գործողություններին սատարեն թուրքական եւ ադրբեջանական ուժերը։ Բոլորին հայտնի է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ Իսրայելը ոչ միայն զինեց Ադրբեջանին, այլ մարդկային եւ տեխնիկական ու տեխնոլոգիական օգնություն ցուցաբերեց հայկական բանակին ոչնչացնելու եւ հայ ժողովրդին Արցախից տեղահանելու համար։ Եվ ասեմ ձեզ, որ վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանի ձեռք բերած զենքի եւ զինամթերքի 70%-ը դա իսրայելական արտադրության եւ Իսրայելից գնված է։ Այնպես որ այսօր արդեն եւ Ֆիզուլիում ուշադրի եւ Զանգելանում եւ Նախիջևանում եւ Լենքորանում գործում է իսրայելա-ամերիկյան համատեղ վերահսկման, տիեզերական վերահսկման եւ ցամաքային վերահսկման հզոր կետեր, որտեղ գործում է իսրայելական բանակի զինծառայողներ հակաիրանական գործողություններում։ Եվ դա շատ լավ գիտի Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը սակայն ելնելով նրանից, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են չեզոքություն, փորձում էր այնպես անել, որ այդ երկրներին ինքը հարվածներ չտա։ Տեսեք, 6 օր է հարվածներ են տեղում բոլոր արաբական հզոր երկրների վրա, Իսրայելի վրա, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքում ոչինչ։ Իբր թե Ինջիրլիկ ռազմաբազային հարվածել է իրանական հրթիռը, սակայն դա իրականություն չի համապատասխանում։ Թեկուզ Թուրքիայում տասնյակ ռազմաբազաներ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց քանի որ այդ ռազմաբազաները սպառնալիք չեն Իրանի Իսլամական Հանրապետության համար, չեն հայտարարում։ Եվ ահա 3 առավոտյան հարված է ստանում Նախճիվանի օդանավակայանը, 4 մարդ թեթև վիրավորվում են։ Եվ օզալմանք միջազգային մամուլում այսօր արդեն, սիրելի այ ժողովուրդ, ուշադիր լսեք, տարածվում են կադրեր, որոնք ցույց են տալիս, որ այդ թռչող սարքերը ադրբեջանական արտադրության են։ Կնքված են ադրբեջանական արտադրության նշով։ Եվ Իսրայելը համատեղ Իսրայելը ադրբեջանական արտադրության են։ Եվ օզալմանք դրանից 4 ժամ հետո 500 գրոհայիններ փորձում են ադրբեջանական սահմանից ուշադիր լսեք ադրբեջանական սահմանից անցնել Խուդաֆերինի կամրջով անցնել եւ գնալ Թավրիզ որպեսի
ներքին ցամաքային խռովություն առաջացնեն Թավրիզում, որը հիմնականում բնակեցված է թուրքական էթնոսի ներկայացուցիչներով։ Նրանք ադրբեջանցի չեն, նրանք թուրքական տարբեր ցեղախմբերի ներկայացուցիչներ են, որոնք իրենց ադրբեջանցի չեն անվանում, ատրպատականցի են անվանում իրենց։ Հասկանում եք։ Սակայն առիթը որպեսի հակաիրանական քայլ անի եւ արդարացվի, դա այն է, որ այդ 500 գրահենները փորձել են սողոսկել Իրան եւ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելն է ծրագրել այդտեղ քաղաքացիական պատերազմ հրահրել ժողովրդին սպանելով ինչպես արեցին Սիրիայում, ինչպես արեցին Իրաքում, ինչպես արեցին Լիբիայում, ինչպես հիմա անում են Լիբանանում, հասկանում եք, որպեսզի ժողովրդին ավերեն պետությունը ներսից քաղաքացիական պատերազմի անվտանգ եւ ասեն մենք ինչ կապ ունենք, որ իրենք դա իրենց ներքին խնդիրն էր։ Փորձեցին իրաքյան քրդերի կազմակերպված այդ խումբը, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնսուլություն ուներ, որը ավերվեց Իրանի կողմից, եւ այդ կոնսուլության միջոցով հակաիրանական ուժեր էին կուտակում, սակայն իրաքյան քրդերը շատ զգույշ են վարվում։ Նրանք գիտեն, որ պարտության դեպքում եւ եթե Ամերիկան Իսրայելը հաջողություն չունեցան, ապա իրենց ոչ ոք չի ներելու։ Եթե հայոց ցեղասպանությունը դեռ չի ներվել քրդերին, որ միացան թուրքերին կոտորեցին հայերին, դեռ չի ներվել, դա չի ներվելու ու չի ներվելու։ Քրդերը 2 անգամ Իրանին դավաճանել են։ Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ 1555-ից 1639 թվականներին եւ այսօր են դավաճանում Իրանին, երբ համաձայնության են տվել քրդական ջոկատների, մարտական ջոկատները մասնակցեն եւ ներթափանցեն Իրան, սակայն դեռևս վախենում են։ Դեռ հավասարակշռություն կա ռազմական գործողությունների մեջ, Իրանը դեռ պարտության նշաններ ցույց չի տալիս, ուստի քրդերը չեն իմանում, թե ինչպես վարվեն։ Ասեմ ձեզ, որ Նախճիվանի ավանտյուրան թուրքական ձեռագիր է, որպեսի ունենան միջազգային հիմք Իրանի վրա հարձակվելու համար, ինչպես շակալներն են վիրավոր առյուծի վրա հարձակվում, այնպես թուրքերն են փորձում հարձակվել Իրանի վրա։ Եվ ինչն է զարմանալի, որ ամբողջ գիշեր Սիսիանում, Մեղրիում, Կապանում լսվել են կրակոցների, պայթյունների ձայներ, ոչ միայն հրազենային կրակոցների, այլ հրետանային պայթյունների ձայներ եւ Հայաստանի Հանրապետության պիրաշկի լափողների իշխանությունը հայտարարում է, որ այդպիսի բան չկա։ Դուք պատկերացնում եք։ Հիմա նայեցեք, սրվեց իրավիճակը, սիրելի հայ ժողովուրդ, քեզ եմ ասում։ Համաձայն Շուշիի վերջում կնքված թուրք-ադրբեջանական պայմանագրի Թուրքիան պետք է գա, պատերազմի դեպքում պետք է գա ու օգնի Ադրբեջանին, զորք պետք է մտցնի Ադրբեջան։ Ինչպես է զորք մտցնելու Ադրբեջան։ Նախճիվանն ունի փոքրիկ սահման, բայց Նախճիվանը հայկական հող է։ Այն պրոտեկտորատի պայմանով տրված է Ադրբեջանին, սահմանափակ ժամանակով, եւ մենք ցանկացած պահին մեր հողը հետ ենք ուզելու։ Այսինքն Զանգեզուրի Միջանցքի ամենասարսափելին այն է, որ այն դառնում է թուրքական ուժերի հոսքի միջանցք։ Եվ այսօր արդեն Թուրքիան հայտարարում է, որ ինքը չի կանգնի ոչ մի արգելքի առաջ Ադրբեջանին օգնելու համար։ Դա բազմախոսություն է։ Ինչ արգելքի առաջ չի կանգնի։ Այսինքն նա կգրավի Զանգեզուրը, որպեսզի Ադրբեջանին օգնի։ Դուք հասկանում եք։ Երբ երկրի գլխավոր խելագարը, գլխավոր շիզոֆրենիկը հայտարարում է, որ մենք ազատվել ենք մեր դաշնակիցների ընձեռված անվտանգությունից, որպեսզի պետություն ունենանք, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Այսինքն մենք անվտանգություն չունենք, պետություն ունենք, որը ցանկացած մարդ կարող է ոտաշ ճանապարհի նման գնալ ու գալ։
Նախճիվանի ավանտյուրան թուրք-ադրբեջանական միջազգային ավանտյուրա է, որպեսզի հիմքեր ստեղծեն, երբ որ քրդերը հարավ արևմուտքից կմտնեն Իրան, կհարձակվեն Իրանի վրա, Ադրբեջան եւ Թուրքիան կհայտարարեն, քանի որ Ադրբեջանը հարձակվել է մեզ վրա, մենք իրավունք ունենք եւ զորք կմտցնեն, որպեսզի Թավրիզի եւ շրջակայքի բոլոր հողերը գրավեն եւ քաղաքացիական պատերազմի միջոցով ոչնչացնեն իրանական պետությունը։ Եվ հենց այնպես չի, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարեց ուղիղ տեքստով, որ Իրանը չի հարվածել, դուք կարող եք պարզել, թե ով է հարվածել եւ ում է դա շահեկան։ Տեսեք, պարոն կանգնած ենք 3-րդ համաշխարհային միջշեմին, ուղղակի այս պատկերը երեք ասենք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, ես պարանոիդ շիզոֆրենիկի գործողությունները եւ քայլերը մեկնաբանում եմ միայն հոգեբուժները։ Ես չեմ կարող մեկնաբանել, բայց ամոթ է այս երկրի համար նման ղեկավար ունենալը։ Ուղղակի ամոթ է։ Ես շարունակեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ Իրանի այդ հզոր մեր բարեկամ պետության գործողություններին։ Իրանը վերահսկում է երկրի ողջ տարածքը։ Միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչները հայտարարում են, որ Իրանը վերահսկում է երկրի ողջ տարածքը։ Եվ դեռ ավելին, Իրանի ժողովուրդը չի վախենում անգամ հրթիռահրետանային այդ հարվածներից եւ դուրս է եկել փողոցները պաշտպանելու իր երկիրը, իր կառավարությունը, իր իսլամական հանրապետությունը։ Բացի այդ, Ալի Շիրազին, Իրանի ամենահեղինակավոր այաթոլլա հոգևորականներից մեկը սրբազան պատերազմ է հայտարարել Իսրայելին եւ Ամերիկային այաթոլլայի հոգևոր առաջնորդի սպանության համար։ Իրանը ոչ միայն չի վախենում Ամերիկայի դեմ, այլ հզոր հարվածներ է հասցնում Ամերիկային։ Նայեցեք, ոչնչացվել է 5 արբանյակային հզոր կայան, 2 դեսպանատուն, 2 կոնսուլություն է ոչնչացվել, ոչնչացվել է կենտրոնական հետախուզական վարչության եւ Մոսադի մի շարք ռազմակայաններ։ Հարված է հասցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների 14 ռազմաբազաներին։ Ոչնչացվել են կարևոր կապի եւ միջոցներ, ավերվել է 2 նավահանգիստ, որտեղ բազա ունեին Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ոչնչացվել է 2 աշխարհի ամենախոշոր նավթի վերամշակման գործարանը, ոչնչացվել է աշխարհի ամենախոշոր հեղուկ գազի վերամշակման գործարանները։ Եվ այդ բոլորը արվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ես մի օրինակ բերեմ։ 20,000 արժեքով հրթիռով ոչնչացել են 5 արբանյակային կայան, որոնք յուրաքանչյուր $2 միլիարդ է։ 50,000-անոց անթաչու թռչող սարքով ոչնչացնում են, ուտիլիզացնում են, օգտագործում են հրթիռներ, պատրիոտի հրթիռները, որոնք արժեն $4 միլիոն։ Այսքան Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստովանում է, որ ինքը չի կարող շարունակական հարվածներ տալ, որովհետև տարեկան միայն 300 պատրիոտ հրթիռ է արտադրում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ 2025 թվականին արտադրվել է 600 ուժերի գերլարմամբ։ Եվ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները 3 օրում 450 հրթիռ է օգտագործել։ Իսրայելը 500 հրթիռ է օգտագործել պատրիոտ։ Այսինքն նրանք 2 տարվա ամբողջ արտադրությունը արդեն ծախսել են։
Մինչդեռ այդ 4 միլիոնանոց հրթիռները ոչնչացվում են 20-50 հազարանոց անօդաչի թռչող սարքեր կամ հրթիռներ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածային հզորությունը օրեցօր մաշվում է, մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության հարվածային հզորությունը չի մաշվում։ Ահա թե ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի գերխնդիր ցամաքային զորքեր մտցնել Իրան։ Սակայն նա չի կարող, որովհետև արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբեր իրանական աղբյուրները արդեն 300 զոհ են ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգները 6 զոհ է ասում։ Բայց արդեն ունի զոհեր։ Իսրայելը հսկայական կորուստներ ունի։ Ես ուզում եմ ասել, որ միայն 5 օրում Ամերիկայի Միացյալ Նահանգները 5 տրիլիոնի վնաս է կրել։ Ամբողջ աշխարհը 5 տրիլիոնի վնաս է կրել, որից Ամերիկայի Միացյալ Նահանգները 2 տրիլիոն, Ճապոնիան 480 միլիարդ, Հարավային Կորեան 450 միլիարդ, Չինաստանը 300 միլիարդ, Հնդկաստանը 240 միլիարդ, Աֆրիկան 20 միլիարդ, Եմեն 1 տրիլիոն դոլարի միայն այս երկրները այդքան Հորմուզի նեղուցի փակման արդյունքում այդքան վնաս են կրել։ Հորմուզի նեղուցը դա 33 կիլոմետր լայնությամբ նեղուց է, որտեղով հոսում է համաշխարհային նավթի 20%-ը, գազի 15%-ը։ Օրական 20 միլիոն բարել նավթ է հոսել այդ նեղուցով, որի փակումը հսկայական տնտեսական հարված է աշխարհին։ Հսկայական տնտեսական հարված է։ Սակայն այդ հարվածը ցավոք սրտին հիմնական իր վրա կրում են Չինաստանն ու Հնդկաստանը։ Եվ երեք հենց այնպես չէր, որ Պուտինը հայտարարեց, որ ինչու սպասել 2027 թվականին, երբ մեր նավթ ու գազը Եմեն լրիվ, մենք հիմա արդեն դեպի արևելք ենք փոխում մեր շուկայական հետաքրքրությունները։ Եվ դեպի արևելք են իրենք տեղափոխվում։ Եվ հենց այնպես չի, որ դա արժել է։ Այսօր լինել չլինելու հարց է լուծվում Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում։ Իրան-Ամերիկա այդ ոչ հայանպաստ բախումը երկու կողմից են մենք բարեդրացիական հարաբերություններ ունենք եւ Ամերիկայի եւ Իրանի միջեւ։ Լարվածություն է ստեղծում եւ տարածաշրջանում հզորացնում է Ադրբեջանը ու Թուրքիան, որը մեր պոտենցիալ մեծ թշնամին է։ Այսպես խաղաղություն ասելով, խաղաղություն չէ։ Կապիտուլյացիայի ամենասարսափելի էտապը մենք Նիկոլ Փաշինյանը կապեց հայ ժողովրդի գլխին, երկրորդ սարսափելի կապիտուլյացիայի երկրորդ արարը դեռ եթե Նիկոլը ընտրվեց, շարունակվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Այս խաղաղություն չէ։ Այն, գիտես ինչ կա, 13 թիվը, 14 թիվը հայ ժողովրդի մեծագույն տնտեսական զարգացման տարիներն էին Թուրքիայում։ Էլի ասում էին խաղաղություն է, մեզ ոչինչ չի լինի, 200,000 հայ երիտասարդներ կանչեցին թուրքական բանակ, զենք տվեցին իբր թե կռվելու, հետո մի քանի ամիս հետո զինաթափեցին ու կացիններով մորթեցին։ Էլի խաղաղություն էր, ժողովուրդ խաղաղություն էր ասում։ Նույնը Հայաստանին է սպասում։ Եվ նայում ես ազգային ժողովը, դա ցինիզմի, քպայական ցինիզմի, լկտիության, քաղաքական ամոլության եւ խայտարակ օրինակ է։ Նիկոլն ասում է, մենք դպրոցներ չենք փակում, մենք ավերակներն ենք կառուցում։ Թվում է թե ճիշտ բան ասեց։ Սակայն ես անդրադառնամ այդ շիզոֆրենիկի 18 թվականի ծրագրին, 21 թվականի ծրագրին, 21 թվականին իշխանության գալով հայտարարեց, որ մինչև 26 թվականը քաղաքապայմանագիր կուսակցության ծրագիրն է, կարող եք բացել ու նայեք։ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կկառուցի 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Կկառուցի։ Բացի դրանից, որ 231 դպրոց փակել են, կառուցել են ընդամենը 16 դպրոց, վերանորոգել են 44 դպրոց։ Այսինքն պատը ներկել են, ներսը վերանորոգել են 44 դպրոց, 16 դպրոց էլ կառուցել են։ Օրինակի համար Մուրացանի դպրոցը եռահարկ,
60-ական թվականների շքեղ դպրոցը, քարե դպրոցը, քանդեցին նորը կառուցելու համար, ինչու՞, որովհետև Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի բարեկամը այդտեղից պետք է մի քանի $100,000 աշխատեին։ Մինչդեռ կարելի է դպրոցը ընդհանրապես վերանորոգել։ Եռահարկ հզոր դպրոց էր։ Նույնը կատարել են Էրեբունի մի այլ դպրոցի հետ։ Քարի ընտիր շենքը 70 թվականի կառուցած քանդել են եռահարկ շենքը։ Հարակից մարզադաշտով ամեն ինչով մեծ բակով։ Հիմա կառուցում են, որը մի քանի տարի կտևի։ Հասկանում եք։ Եվ 231 դպրոց են փակել, ինչու համար։ Ասում են օպտիմալացնում ենք 7 միլիարդ դոլար չունեին մանր գյուղական դպրոցներ կառուցելու համար։ Ես բերեմ միայն մի թիվ 2025 թվականին միայն կրթության նախարարությունը միայն 10 միլիարդ պարգևավճար է տվել իր կրթության գիտության 10 միլիարդ պարգևավճար տվել 7 միլիարդ չունեն դպրոց պահեն գյուղական 10 միլիարդ պարգևավճար ամենասարսափելին Սահմանադրության մեջ գրված է որ կրթությունը պետական մենաշնորհ է Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում կրթական բոլոր խնդիրները ատեստավորումից սկսած վերապատրաստումից ավարտված գնահատման չափանիշներից կրած իրականացնում են հասարակական կազմակերպությունները որոնք պետական ոչ մի կառույցի մեջ չեն մտնում եւ նրանց պետությունը կրթության գիտության նախարարությունը 25 միլիարդ է տալիս 25 միլիարդ է տալիս ոչինչ չանելու համար տարեկան 2-3 միջոցառում են կազմակերպում 25 միլիարդ են լափում ավանտյուրիստ քպեական հասարակական կազմակերպությունները իսկ 7 միլիարդ չկա եւ գյուղական դպրոց են փակում ասեմ ձեզ որ 3500 աշակերտ իր բնակավայրում չի կարողանալու հաճախել դպրոց 215 բնակավայրերում փակվում են դպրոցներ որտեղ չկան երկրորդ դպրոցներ Այսինքն 215 բնակավայր, ընդ որում հիմնականում սահմանամերձ բնակավայր, դառնում են անմարդաբնակ, Սալվարդ գյուղում Նիկոլ թուրքական ապրանքը փակեց գյուղը, 16 աշակերտի հետ 7 ընտանիք տեղափոխվեցին այլ բնակավայր դռները փակեցին։ Պատմական հազարամյա գյուղը Նիկոլ Փաշինյանը ավերածության ենթարկեց։ Թասիկը հացավանը պատմական գյուղեր են եղել ավերածության ենթարկեցին գյուղերը փակեցին փակվում է Համոսահյան տված գյուղի դպրոցը այն դպրոցն է փակվում որտեղ սովորել է Համոսահյանը ահա նիկոլական իշխանության անբարոյականությունը ես բերեցի անցած օրեր այսօր էլ բերեմ Խոզնավար եւ Խնածախ գյուղի դպրոցները փակվում են։ Սահմանից 20 մետրի վրա են այդ վերջի տունը Խնածախի 20 մետրի վրա է։ Բավական չէ որ 1000 հեկտար հող տվել է Թուրքին այդ Խնածախի հարակից տարածքները ամբողջովին տվել է Թուրքին Նիկոլը։ Դեռ դպրոցն էլ փակում է որպեսզի այդ գյուղը դատարկվի։ Արդյոք դա թուրքերի համար չես անում Նիկոլ Դավաճան, կապիտուլյանտ։ Իհարկե թուրքերի համար ես անում։ Դուք հասկանում եք, ის սարսափելի բան է։ Երեք հայտարարում են, որ Նիկոլի անունով պալատներ չկան, Նիկոլը սեփականություն չունի։ Դուք գրել եք, որ ինքը մեծ սեփական տուն է գնել հարակից շինություններով, որը $2 միլիոն է, ըստ պատտվող լուրերի, $2 միլիոն է։ Ինքը գինը չի գրել, ինչքանով է գնել։ Ձեռք է բերել։ $2 միլիոն Նիկոլ քեզ որտե՞ղ տուն ես գնում։ Քո հայտարարագրով եմ ասում։ Հլաս գրել ես, որ 6 միլիոն քո հարճն է տվել քեզ պարկ։ Արա տղամարդ է այդ հարճիտ պարկը դուր խեղճը փող չունի 120 միլիոնը $40,000 1.9 միլիարդ եվրոն ինչ փող է քո նախկին հարճի համար։ Ես ուզում եմ բերել մի օրինակ։ Այո, Կանադայի 17 միլիոնանոց պալատը, որը Արսինե Խանջյանի միջոցով օֆշորային օպերացիայի միջոցով Նիկոլ Փաշինյանը գնել է, նա մի կնոջ անունով է, որի հորը Նիկոլ Փաշինյանը 1 միլիարդ դրամ, 1 միլիարդ, ուշադիր լսեք,
դրան փող է տվել անտոկոս վարկ։ Եվ դեռ ավելին, առերևույթ հանցագործ ճանապարհով, պաշտոնական դիրքը չարաշելով քրեական հանցագործություն կատարելով, Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշմամբ 110 միլիոն պետական բյուջեից փող է փոխանցել այդ բակին սույն վարկը սպասարկելու համար։ Այսինքն մարդուն 1 միլիարդ տվել են անտոկոս, հետո կառավարությունը այդ սպասարկման ամբողջ ծանրությունը վերցրել է իր վրա։ Եվ գիտեք ինչու, որովհետև այդ մարդու աղջկա անունով է Կանադայում Նիկոլ Փաշինյանի պալատը, որը Կանադայի քաղաքացի է դարձել։ Եվ այդ մարդը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հայրն է։ Այդ հարցով մամուլում հարցեր էին տվել Արմեն Փամբուխչյանին, վերջը, այդ բոլորը մամուլում կար։ Ես հիմա հարցնում եմ, Նիկոլ Փաշինյան, Իլյա Կամարովսկան հայտարարել է, որ 17 միլիոն դոլարանոց պալատ ես գնել Կանադայում։ Կանադայի քո տունը Արմեն Փամբուխչյանի քրոջ անունով է, թե ոչ։ Եթե քրոջ անունով է, ինչպես է լինում, որ 17 միլիոն դոլարանոց տուն են առնում։ Նիկոլ, քեզ եմ հարցնում։ Քեզ որտեղից 17 միլիոն դոլար Օհայո նահանգի օֆշորում փող տնես եւ Արսենե Խանջյանի օգնությամբ գնես հսկայական մի պալատ։ Դա թալան չէ։ Դա պրոստը ավերակ ես անվանում, եկեղեցին չուլան ես անվանում, Շուշին անվանում ես գորշ, անհետաքրքիր քաղաք, չուլանը դու ես քո ընտանիքի հետ, ավերակը քո ընտանիքն է, դժբախտ դժգույն է այն հայը, ով քո նման դավաճան թուրքական ապրանք կընտրի, թալանում ես երկիրը։ Աննա Հակոբյան 8-8-ի բաժնեմասդ ում ես փոխանցել։ Եթե քոնը չէր, այս ընչեր մի ամբողջ պետական կառույցներ, ընկած, խանութներ փակում և 8-8 էր բացվում։ Ես ուզում եմ մի հարց տամ, կոռուպցիայի հանձնաժողով, նախկին սպաներից, խայտարակ եք անում գեներալներին, էս եք վերցնում, են եք վերցնում, Հովիկ Աբրահամյանի 5 միլիոնանոց տունը, ով գնեց, և ինչպես, Նալբանդյան օլիգարխը, Նիկոլի օլիգարխը, այդ ինչպես և 18 թվականին սլանկացման քաղաքականություն էր, դատավարություն էր գնում, փող չուներ, հանկարծ 10 տարի հետո 5 միլիոն դոլարանոց պալատ է գնում։ Եվ ոչ թե ինք այլ իր կինը, որը զրո դրամ է ունեցել իշխանության փոփոխության 18 թվականին։ Այդ որտեղից այդ փողերը դրանց։ Կոռուպցիան հանձնաժողով, դատախազ, թեկուզ քեզ դատախազ ասողը սխալվում է շատ։ Դու հմայից ճորտ ես։ Ազգային հերոսներին դատող ճորտ։ Ճորտ ես։ Հիմա նայեցեք։ Մի բան ուղղակի, որպեսզի ձեզ հետո չընդհանրեմ, խնդրում եմ, էլի, երեք սպարապետ Վազգեն Սարգսյանի տելևիզիոնն էր, եռաբլուրում էր երկումը, եռաբլուրում էր նաև Սասուն Միքայելյանը, նախ ես միջադեպը տեղ։ Այսօր դիպտերերի գործում պարայում է, նրանք հնում այս նորականություն են ատնում, նրա անումով դրդարել են գործում տենասպոդեք։ Այն, ու դրանց եք պարայում, Նախ ասեմ Եվ այսպես երեք մեր հայրենակիցը Սասուն
Իդարի Գերեզմանին խոնարհեք, դուք այսօր ում եք ծառայում։ Շատ ճիշտ էր ասում։ Սասուն Միքայելյանը այն մարտավարն ասում էր, որ 18-ին տեղի ունեցած իշխանազավթումը ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը, եւ երեք Սասուն Միքայելյանն էլ երագրուրում ասում էր Նիկոլ Փաշինյանը հոյակապ արտաքին քաղաքականություն է վարում եւ ինչպես ինքնասիրում ասել, եկեք չբզբզանք, խնդրեմ։ Ընդհանրապես Սասուն Միքայելյանը հայտնի էր նրանով, որ 20 թվականին իր մեքենայով գնաց Ջեբրայելի ուղությամբ եւ ինքը ես իր խոսքերն եմ ասում, ասաց մի կիլոմետր մեր մնացել որ թուրքերը գային, մենք 10 կիլոմետր փախանք, 400 մարդու կյանք բրկեցի։ Այսինքն ինքը գնացել էր այնտեղ որպեսզի մի կիլոմետր թուրքերի հեռվից ինքը փախներ 10 կիլոմետր որպեսզի 400, այսինքն վախկոտ, դավաճան, դասալիկ, սրիկա, ով սատարեց Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու համար։ Ես չեմ ուզում այդ Սասուն Միքայելյանին անդրադառնալ, դա ոչնչություն է, ունայնություն է։ Դրան անդրադառնալը պատվից ցածր եմ համարում, որովհետև այդ դավաճան վախկոտ սրիկան ավելի վատ արարք արեց, քան բոլոր թուրքերը միասին վերցրած։ Բայց ես վիրավորված եմ զգում, որ պարոն Ջահանգիրյան, դուք բանակ եք ստեղծել, իրավակարգ եք ստեղծել, դուք մեծ հեղինակություն ունեք, ես ձեզ հարգել եմ, հարգում եմ եւ կհարգեմ, դուք ինչ եք ձեզ թույլ տալիս այդ ոչնչության կողքով քայլել, ես գիտեմ քո մեծ հարգանքն ու հիացմունքը սպարապետի հանդեպ, ես գիտեմ ձեր հարաբերությունները անկանատես եմ եղել, չէ՞ որ ես 4 տարի եղել եմ Վազգեն Սպարապետի օգնականը, ես գիտեմ, թե Վազգեն Սարգսյանը ինչքան էր հարգում քեզ եւ ինչքան էր վստահում քեզ եւ մի ամբողջ նորաստեղծ բանակի իրավակարգը վստահեց, որպեսզի դուք կերտեք, դա ամենամեծ վստահությունը եւ դուք փայլուն իրագործեցիք այդ գործընթացը եւ ձեզ եւ այսօր դուք գտնվում եք այդ վախկոտ դավաճանի կողքին, այդ ազգուրած թալանչու կողքին, դա ձեզ պատիվ չի բերում։ Խնդրում եմ ուշադիր եղեք։ Ես դա միայն իմ կարծիքը չեմ ասում։ Տասնյակ սպաների կարծիք եմ ասում։ Երեք ես ինքս եղել եմ Վազգենի, իհարկե այդ խաժամուժից, սասունական այդ խաժամուժից հետո, որ 800 հոգի մարդ են ուղարկել դիրքեր 5600 հոգու փող են լափում։ Այդ խաժամուժից հետո եմ ես գնացել։ Ձեզ պատիվ չի բերում, բոլոր սպաները ձեզ հարգում են, ընդունում են եւ խնդրում են։ Ինձ խնդրել են, որ ասեմ, դուք մի քայլեք այդ դավաճան ոչնչության կողքին։ Դուք դրանով իրեն պատիվ եք բերում, իսկ ձեզ խայտարակություն։ Մի արեք դա։ Իսկ այն ինչ այդ տղան ասել է շատ ճիշտ եւ քիչ է ասել։ Սասուն, դու վախկոտ դավաճան ես, քո ասածներն եմ կրկնում, Սասուն։ Այն ինչ որ ես քեզ հեռախոսով ասել եմ, կկրկնեի, եթե եթերում չլինի, բայց երեսիդ ես ասելու եմ դեռ։ Դու թալանչի վախկոտ ոչնչություն ես։ Եվ դու պատասխան ես տալու։ Ամեն ինչի համար։ Տեսեք, PR ակցիա ընտրակաշարք տվեցին թոշակառուներին, որ այսքան ավելացնում ենք, այս ենք անում, այն ենք անում։ Հիմա ասեմ, դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն եմ ասում եւ իմ ունեցած ինֆորմացիան, որ Պեկի նախագահին ես կկանչեմ, որպեսզի տեսնենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ են կարողանում հայտարարել։ Պեկի նախագահին կանչել է եւ հայտարարել է, որ ինքը պետք է լրացուցիչ 50 միլիարդ դրամ, հասկանում եք, փող հարկերի, տուրքերի, տուժերի միջոցով բերի պետական բյուջե։ Եվ դրա համար նստե հաշվարկել են 55 դրամանոց ձուն վաճառում են 95 դրամով, 70 դրամանոց ձուն վաճառում են 120 դրամով, ձուն թանկացել է, որը ամենօրյա սպառնալիք ապրանք է, թանկացել է 80-ից 90%, ներեցեք 70-ից 90% թանկացել է։ Հաջորդը թանկացել է ամեն ինչ, հավը թանկացել է 15-ից 20%,
Դուք պատկերացնում եք ինչը։ Նիկոլը իբր թե ժողովրդի 10,000 դրամ է տալիս։ Հիմա ես հաշվարկեմ մասնագետների, առողջապահության ոլորտի մասնագետների հաշվարկը։ Դեղերը թանկացել են 100%-ով, 1270 անուն դեղեր թանկացել են 25-ից 100%։ 25%-ով թանկած, 50%-ով թանկացել են բժշկական սարքավորումներն ու նյութերը։ 50%-ով։ Այսինքն լրացուցիչ, տեսեք, առողջապահության ապահովագրության համար 100 միլիարդ էր, չէ՞ պետք պետությանը։ Սակայն այդ դեղորայքի թանկացումների, միայն դեղորայքի պարագաների թանկացումների պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից տարեկան իրենք խլելու են 210 միլիարդ դրամ։ Ձեզ ինչ է թվում։ Հենց այնպես են 1270 դեղերը թանկացել։ 200 դեղեր ընկնում են ապահովագրության ոլորտի մեջ, որոնց թանկացումը 100%-ով բերում են, որ այդ ապահովագրական փողերը, որոնք ժողովուրդն է տալիս, 201,000 դրամ եւ ավել ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տալիս։ Գնալու են ինչ-որ մի նիկոլական օլիգարխի գրպան։ Իրի ժողովրդին չի լինելու։ Հա, ժողովուրդը ստորագրելու է, որ այդ դեղերը ստացել են, ստանալու է, օգտագործելու է, ձրի է լինելու, բայց հետո, երբ գնաց բամբակ գնելու, այդ 50% թանկացումով իրենից այդ դեղի փողը վերցնելու են։ Երբ երեխան գնաց դեղ գնելու գրիպի համար, այդ փողը ժողովրդից այդ 210 միլիարդի ձևով հետ են վերցնելու, նիկոլական շիզոֆրենիկ աշխարհարության անվերջանալի շղթայի մեջ ենք ընկել, սիրելի ժողովուրդ։ Հասկանում եք։ Դուք մի կարծեք, որ այդ թոշակները բարձրացավ, դուք ավելի ոչ գնողունակ եք դառնալու, 10,000 բարձրանալու է, բայց դուք ստիպված եք լինելու 2 հավ գնելու մեջ, այդ 10,000-ը լրացուցիչ տալ Նիկոլի նման թալանչի սրիկային։ Ես գնացել եմ 2 հավ եմ գնել սրիտից, 3 չէ, առաջի օրը։ Միշտ 2 հավ էի գնում, տալիս էի 5,000 դրամ, տվել եմ 7,000 դրամ, 7,500 դրամ, այսինքն 50% թանկ։ Չեկնել պահել եմ, եթե ինչ-որ մի նիկոլական աղբ կամ նիկոլական անասուն փորձի հայտարել, որ այդպես չի, բերեմ ցույց տամ ձեզ։ 1090 դրամանոց հավը դարձել է 1390, 1190-անոց հավը դարձել է 1400 դրամ, 490 դրամ, 55 դրամանոց ձուն դարձել է 95 դրամ, 70 դրամանոց ձուն դարձել է 120 դրամ, գնացեք նայեք, հացը փոքրացել է 50 դրամով, 20 գրամով իջել է բոլոր հացերի կշիռը, գնացեք և կշռեք, կատնամտեք սմետան ամեն ինչ թանկացրել են, որպեսի այդ ժողովրդից կաթեն, և ամենասարսափելին նա է, որ ամբողջ պետական կառույցը այսօր լծված է մի դավաճան կապիտուլյանտ Նիկոլի վերարտադրության վրա։ Դուք պատկերացնում եք ԱԱԾ-ն, որը կոչված է անվտանգություն ապահովելու, պայքարելու օտար թշնամիների դեմ և ներքին թշնամիների ովքեր ծախվում են օտարին, ստեղծել է հատուկ վերլուծական խումբ, որը ուսումնասիրում է ընտրությունների ընթացքում հասարակական տրամադրությունները,
ազդում է հասարակական տրամադրությունների վրա Նիկոլի համար։ Այսինքն ԱԱՑ-ն դարձել է Նիկոլի օգտագործման գործիքը, ոչ թե մեր պետության։ Հասկացանք, ԱԱՑ պետ, դու ՔՊ-ական ես, բայց դու վաղը ո՞նց ես պատասխան տալու։ Եվ գիտեք ինչն է սարսափելի, որևէ ընդդիմադիր ուժ գնում է մի հատ տուն է վարձակալում, մի հատ տարածք է վարձակալում, ԱԱՑ-ից գալիս են տիրոջ մոտ։ Եվ հաջորդ օր գալիս է տղերք, ինձ ոչ մի բան պետք չի, գնացեք աղբորման, ես տարածքը վարձով չեմ տալիս։ Հետո պարզում ենք, որ գիշերը ԱԱՑ-ն կանչել է կամ գնացել է իրեն խելք է սովորացրել, որպեսզի Նիկոլը մենակ բաներ բացի։ Ես ձեզ ասեմ, սիրելի քաղաքացիներ, ովքեր թուրքական ապրանքների այդ ոհմակին, ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել թուրքական ապրանքների իր լոգոյից, ՔՊ լոգոյից եւ ինչ է հրաժարվել ապագա լոզունգից, նոր լոզունգ են ուզում, որովհետեւ ժողովուրդը արդեն գիտի, որ դա թուրքական տեղական արտադրության նշանն է եւ գելեչեք վար գելեչեք թուրքական կուսակցության լոզունգն է։ Դա համար Նիկոլը այսպես սրտիկի նկարով է ավտոբուսը քշում։ Դուք պատկերացնում եք ինչ է։ Ես երբեք չեմ մոռանա Տաթևում Գորիսեցի այդ լավ տղայի ասածը ԱԱՑ մայկա հակած մեկին, Ադրբեջանի ազգի ծառաներն եք, շատ ճիշտ է ասել։ Դուք Ադրբեջանի ազգի ծառաներն եք եւ Նիկոլի ծառաներն եք։ Քասալյանական տականքների ворջ եք դարձել ԱԱՑ-ը։ Ցավոք սրտի ոչ բոլորը, այնքան արժանավոր հայրենասեր տղեր կան, որոնք ատամները կրճտացնելով իրենց ուտում են, չեն կարողանում, որովհետև հաջորդ պահին կվերացնեք իրենց։ Ձեզ պետք են քասալյանական տականքների նմանները, ովքեր հրաման կատարեն, բայց պատասխան եք տալու։ Ով է ձեզ իրավունք տվել, գնաք մարդկանց վախեցնեք, խանութներ փակեք Աննա Հակոբյանի ութութի համար։ Ով է ձեզ նման իրավունք տվել։ Երկրում վախտում են նիկոլական դավաճանները, օմեգա դավաճանները։ Իսկ դուք կեղծ օրակարգեր եք հանում։ Հայաստանի Հանրապետության երեք զարմանքով լսեցի ինչ-որ մի ՔՊ-ական ոչնչություն աղջկա կերպարով հայտարարում է, որ օրենք մշակենք, որ Թաթոյանը երբ հայտարարում է էս ինչ տեղ է, էս ինչ տեղ է, էս ինչ, հա, պատժենք։ Ասում եմ, Վարդենիսում եւ Ջերմուկում, Գորիսում եւ Սիսիանում թուրքերը կոնկրետ Վարդենիսում եւ Ջերմուկում 1 կիլոմետր ներս են եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք եւ հենակետեր են ստեղծում, ականետային հրետանային հրթիռային հենակետեր են ստեղծում։ Խոշոր շինարարություն են կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ գիտեք ինչն է զարմանալի, որ ՔՊ-ական մի ոչնչություն, fake իհարկե, բայց ուզում եմ ասել, որ ինչ են պատվիրում իրենց fake են, գրում եմ, այս 4-5 տարի առաջ ա եղել, այսինքն եթե 4-5 տարի առաջ Նիկոլը այս հողը, ինքնիշխան հողը տվել է Թուրքին, դա ճիշտ է եղել։ Ինչ եք աղմուկ բարձրացնում, ինչ եք պանիկա տարածում, այ անասուններ, այդպես եք խոսում Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ, ինչ որ մեկը կասկած էր, ասում էր, որ դա դավաճանել եք, պանիկա, հետո կապիտուլյացիա եղավ պանիկայի փոխարեն։ Բայց Նիկոլն ասեց, ոչինչ, այն ժամանակ ասում էր Արցախի ժողովրդի իրավունքը, Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ ասես Արցախի ժողովուրդը չի կարող վերադառնալ եւ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Եվ դուք հայ ժողովուրդ կընտրեք նման քաղաքական ազգային ողբերգություն բերող ստախոսին։ Հիմա ճամարտակում են, փող են տալիս ինչ որ նորաստեղծ ինչ որ մի կազմակերպության, ինչ որ բաներ անի էլի սոցիալական հարցումներ կատարի, բոլոր սոցիալական հարցումներից ես տեղյակ եմ։
Այդպիսի սոցիալական հարցում չի եղել։ Դա պարզապես ԿՊ-ի գրասենյակում գրված տոկոսներ են։ Իրականում առաջի երկրորդ տեղը դա Սամվել Կարապետյանն ու Դոկ Վարդանի կուսակցություններն են։ Հետո այս տականքն է, որից հետո Քոչարյանն է։ Հասկանում եք։ Իրոք ուզում են մարդկանց գիտակցության վրա ազդել, որովհետև մարդիկ միշտ ուժեղի կողմն են գնում, որ Նիկոլ ընտրեցիք հայ ժողովուրդ, դուք վերացած ազգ եք։ Հիմա պատվից, արժանապատվությունից եք զրկված։ Նիկոլ ընտրեցիք, արդեն կյանքից եք զրկվելու։ Այդ խաղաղություն ասածը ոչինչ է։ Ադրբեջանը եկել հայտարարեց, ինքը երբեք իր դեմ ուղղված սպառնալիքների համար չի ռռռելու, բանակ է մոբիլիզացրել։ Վաղ որ բանակ մոբիլիզացրել, Նիկոլը քանդել է բանակը, ով է քեզ պաշտպանելու։ Թուրքը գալու է մորթելու, բռնաբարելու քո թողներին, երբ ինչ-որ մի տատիկ իր նիկոլական տատիկի թորան հետ նկարվում է, ես ասում եմ թուրքի բաշտին ես մեծացնում, երբ Նիկոլ ես ընտրում։ Նիկոլի բարբաջանքը հայոց կոտորածից առաջ։ Մենք հրաժարվել ենք անվտանգության դաշնակցից եւ դարձել ենք պետություն։ Քանի որ Նիկոլ դու բացարձակ անգրագետ ես եւ շիզոֆրենիկ թեզեր այստեղից այնտեղից վերցնում ես, դու պետություն չես դարձել։ Պետության հիմնական գործառույթը անվտանգությունն է, իր քաղաքացիների անվտանգությունն է։ Դու ինքդ խոստովանել ես, հիշեցնեմ քո բառերը, ստախոս, մանիպուլյատոր, սրիկա։ Մենք դավաճանել ենք մեր ազգի ազգային անվտանգությանը։ Դա դու ես ասել։ Ազգային անվտանգություն տվել ես, դու պետություն չես արդեն։ Պետության հիմնական գործառույթներից մեկը ինքնիշխանությունն է։ Դու ինքնիշխանությունը տվել ես, երբ հայտարարեցիր, որ մենք մեր հողերը հետ չենք վերցնելու։ Եվ տվեցիր 4 գյուղ, 23 դիրք, 500 հեկտար հող Թուրքին, Կիրանցում։ Դու պետություն չես արդեն։ Պետության գործառույթներից է, կարևորագույն գործառույթներից է տնտեսական անկախ քաղաքականությունը։ Դու տնտեսական անկախ քաղաքականություն չունես։ Դու արդեն քո հնայի 60%-ը պետական պարտք ունես, ինչքան էլ դոլարի կուրսը երկրի ներսում թալանի համար, ժողովրդից փող թալանելու համար, այն 100 դրամները 1 դոլարի մեջ թալանելու համար իջեցնես, մենը դու տնտեսություն չունես։ Քո տնտեսական ցուցանիշները բոլորը ժողովրդի, հարկերի, տուրքերի, տուժերի բարձրացման հաշվին է։ Թալանի հաշվին է, բայց դու շատ ճիշտ ես ասել։ Շահառուն ժողովուրդը եթե դեմ է թող ոտքի կանգնի, ոտքի չի կանգնում, դու ճիշտ ես անում։ Ոչնչացրու ես ժողովրդին, ով Արցախի իր հայրենիքը տվեց Թուրքին ու լռեց, դրան կարելի է ոչնչացնել եւ դու ճիշտ ես անում Նիկոլ։ Մինչև վերջ ոչնչացրու։ Նրանց, ովքեր լռում են քո նմանի իշխանության համար։ Հաջորդը ռազմական անվտանգություն, ռազմական քաղաքականություն դու չունես, այսինքն պետության ոչ մի հատկանիշ դու չես ապահովում։ Սոցիալական քաղաքականություն դու չես ապահովում։ 10,000 թոշակ ես բարձրացնում, 50-ից 80% ձու ես թանկացնում, հաց ես թանկացնում, կարակ ես թանկացնում, 50-ից 80% դեղորայք ես թանկացնում։ Դու անընդհատ խաբեբայության, անընդհատ մանիպուլյացիայի մեջ ես։ Տեսեք, Ալի Շիրազին, այաթոլաներից մեկը, սրբազան պատերազմ հայտարարեց այաթոլլայի սպանության մեղավոր ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Այս սա փրկեց իրենց, որտեղ ժողովուրդը հասկացավ, որ ինքը պետություն է։ Հայաստանը 558 թվականին Տիգրան Երվանդունի եւ Կյուրոսը դաշնակից են եղել։ 558 թվականից 1000 տարի առաջ Հայաստանը պետություն է եղել։ Իրանը
3000 տարվա պետական ավանդույթ ունի, որովհետև մինչև Աքեմենյանի Պարսկաստանի Մարաստանը գրավելը Պարսքը որպես պետական միավոր, որովհետև Կյուրոսը իր պապ Կյուրոս առաջինի թոռն էր։ Հասկանում եք։ Այսինքն դա պետականությունը, շարունակականություն 3000 տարվա պետություն է։ Եվ այդ 3000 տարվա պետությունը ժողովուրդը իր ազգի ինքնասիրություն տրված հարվածից ոտքի կանգնեց։ Հայ ժողովուրդ, Նիկոլը մեր ազգային ինքնասիրության ամենախոշոր հարվածն է տվել։ Ոտքի կանգնիր։ Այսօր մի ամբողջ ցնցվող աշխարհում մեր ժողովուրդը ոչ թե զարգանում է, ոչ թե պաշտպանվում է, այլ զբաղված է Նիկոլ շիզոֆրենիկի վերարտադրման գործընթացներով։ Աշխարհը խառնված է, մեր ամբողջ պետական համակարգը, մեր ամբողջ իշխանական համակարգը, մեր ամբողջ ժողովուրդը Նիկոլ պարանոիդ շիզոֆրենիկի վերարտադրման գործընթացների մեջ բախումների մեջ է։ Ավարտելով խոսքս ասեմ, ժողովուրդ, ոտքի կանգնի,